Բարև ձեզ, դուք նույնպես այսօր գտնվում եք Ազատության հրապարակում Արցախցիների կողքին։ Դուք Սփյուռքի ներկայացուցիչ եք, խնդրեմ ներկայացեք, ասեք թե ինչպես եք աջակցում արցախցիներին եւ ինչի համար է այս պայքարը։ Բարև ձեզ, իմ անունը Արմեն Դավթյան, ես ազգային նախագիծասահական կազմակերպության հիմնադիր տնօրենն եմ։ Ճիշտն ասած, ձևակերպումը ձեր արցախցիներ մի քիչ իմ համար շատ խորհուրդ է հնչում, որովհետեւ սա հայ ազգի հիմնախնդիր է։ Ու եթե մենք խորանանք, թե Սփյուռք ու Հայաստան այս հասկացողության մեջ պետք է լավ հասկանանք, թե ինչու համար են մեր հայ ազգակիցները, մեր հայ բնակչությունը ապրում Սփյուռքում։ Հենց նմանատիպ դեպքերի պատճառով ցեղասպանություն, հայրենիքի լքում, բռնի տեղահանում եւ այլ եւ այլ։ Սա հայ ազգի հիմնախնդիրն է, ու մենք Սփյուռքի բնակիչներս, Սփյուռքի հայությունս միանշանակ աջակից ենք մեր Արցախում բնակվող հայերի այս իրավիճակի համար։ Նաև շատերը ասում են, որ այս պայքարը սոցիալական է, բայց ես համարում եմ, որ սա ավելի շատ քաղաքական պայքար է, քանի որ վաղը կամ մյուս օրը կարող է նույն Սյունեցին հայտնվել նման իրավիճակում եւ մենք պետք է բոլորս հիմա պայքարենք, չէ՞ դրա համար։ Միանշանակ քաղաքական չէ, ես իմ տեսակետը ես թե թույլ կտակ հայտնեի, սա ավելի շուտ քաղաքացիական դիրքորոշման խնդիր է, ազգային եւ քաղաքացիական դիրքորոշման։ Քաղաքականացնել ամեն հարց իմ կարծիքով այդքան էլ տեղին չի, որովհետեւ եթե քաղաքացին կամ հայ մարդը ունի ազգային դիրքորոշում, քաղաքացիական դիրքորոշում, բնականաբար շատ մարդիկ փորձում են նրանց դիրքորոշումը կամ քայլը կամ խոսքը քաղաքականացնել, ինչը ի սկզբանե սխալ է։ Ուղղակի ինչի է այս պայքարը այսքան քաղաքականացվում, քանի որ կարելի ասել, որ իշխանությունների կողմից են այսպիսի բռնաճնշումներ տեղի ունենում, որ հիմա արցախցիները դուրս են եկել պայքարելու, քանի որ զրկում են 40+10,000-ից, որը այսպես ասած վերջին սենց հույսն էր, որ կարողանան բնակարան, քանի որ արդեն մի անգամ տնազրկել են, այդպիսի տպավորություն է, որ երկրորդ անգամ են ուզում զրկել մարդկանց տներից։ Համաձայն եմ ձեր հետ, տեսեք, սոցիալական խնդիրը այդ 40+10 հարցը չէ, դա կետերից մեկն է։ Ես այստեղ եմ գտնում ոչ միայն այս կետի համար, ես այստեղ եմ գտնում, որովհետև մեր Սփյուռքի հայությունը ահավոր մտահոգ են եւ փորձում են ամեն ինչ, ամեն քայլ ձեռնարկել, որպեսզի մեր գերության մեջ գտնվող հայությունը, հայ եղբայրները, քույրերը, թեկուզ ասենք շատերը ասում են այնտեղ դավաճաններ կան եւ այլ, թեկուզ անգամ այդ մարդիկ շուտ վերադարձնեն Հայաստան։ Եթե դատի պետքա տնցվեն այդ մարդիկ, եթե պետքա դատվեն, դատապարտվեն, թող դա արվի մեր երկրում, բայց ոչ թե դուշմանի կողմից։ Ամենակարևոր հարցերից մեկը դա ոչ միայն ասենք սոցիալական էս խնդիրն է, չէ, 40+10 բնակարանների հարց եւ այլ ընդհանուր հայ տեսակ, հայ մարդու ճնշման, իրանց իրավունքների ոտնահարման խնդիրն է։ Նույնը, ինչպես դուք ասացիք, այսօր ստեղ արցախցիներն են հավաքված, վաղը ստեղ լինելու է Սյունեցին, Վարդենիսցին եւ այլն։ Այս հարցերը սենց չի կարելի։ Ուղղակի կարելի է ասել, որ բավականին թիրախավորված են այս պահի դրությամբ արցախցիները, քանի որ մենք կարող ենք տեսնել նույն սոցիալական ցանցերում, օրինակի համար այս վերջերս ռադիոտան տնօրենի կինը իր մեկնաբանություններում գրել էր եւ արցախցիներին ասում էր, որ եկել են մեր հաշվին ապրում են, եւ այս վերջերս դեպք էր տեղի ունեցել, որ Վանաձորում արցախցի տղայի խոշտանգել էին, եւ միգուցե այդ ամեն ինչ հենց կապված է թիրախավորելով արցախցիներին։ Դա իմ կարծիքով աբսուրդ է, դա հային վայել ոչ քայլ է, ոչ խոսք է, որովհետև նույնն եմ ասում, նորից կրկնվեմ, արցախցու փոխարեն վաղը կարող է լինի Սյունեցին, որը որ կանգնի, ասի չէ, սա իմ հողն է, ես տեղից դուրս չեմ գա, ես պահանջատեր եմ իմ հողի, իմ գերեզմանի համար։ Հիմա այդ նույնը անում է արցախցին, ինքը պահանջում ասում է, ես այդտեղ գերեզման եմ թողել, ես տուն եմ թողել, ես հիմա ստեղ եմ ու թիրախավորել այդ ձևի մարդկանց մի քանի, ասենց ասեմ, կասկածելի կամ ոչ կասկածելի հենց վատ ճանապարհ անցած մարդկանց համար վիրավորել ամբողջ ազգը, ամբողջ ցեղը, ամբողջ այդ տարածաշրջանի բնակիչներին, դա հային վայել քայլ չի։ Եվ ինչ կոչ կանեիք հայ ազգին ամբողջ Սփյուռքում եւ Հայաստանում գտնվող, քանի որ շուտով սկսում են ավելի ակտիվ պայքարը մեկնարկում։ Առաջինը ինչ ես կուզեի ասել, ժողովուրդ ջան, եկեք չտարանջատենք Սփյուռքի հայ, Վարդենիսի հայ, Արցախի հայ, մենք հայ ենք։ Խնդիրը հայ ազգին է վերաբերում, ամբողջ ազգին։ Ու եթե ունենք մենք խնդիր, պետք է այդ հարցը լուծենք ազգովի,
հայովի, հայավարի, ասենց ասեմ, ու թույլ չտանք, որպեսզի մանիպուլացնեն կամ ինչ-որ պարադիգմեր ստեղծեն մեր մտածելակերպի մեջ, ոչ ալտերնատիվայի առաջ կանգնեցնեն։ Շնորհակալություն։